Բարի օր սիրելիներս, հույսով եմ բոլորդ լավ եք։ Այսօր պատրաստելու ենք շատ հեշտ պատրաստվող, ասենք քաղցրի տեսակ, որ երբ որ սիրտերնիդ քաղցր ա ուզում ու դու ունեք օրինակ համով դդվասեր հայկական ու մի քիչ էլ ունեք նուշի կամ ասենք պիստակի կամ ասենք քետնանուշի կարակ կամ մածուկ, խառնում եք իրար ու մի քանի բան հեսա կասեմ ու ստանում եք այնքան համով քաղցր միջուդեստ, որ աշխարհում չկա։ Այսօրվա ես քաղցր միջուդեստին օգտագործել եմ ալմոնդի կամ ասենք նուշի մածուկը, որը նորեն նատլեցից է, շատ լավն է ու եւ օգտագործելու եմ դդվասեր չանախից ու մի քանի բան ավելացնելու ենք։ Մի հատ այսպիսի ափսե ենք բերում ու մեջը հավաքում ենք։ Դդվասերից մոտավոր այս սրան գեսն եմ տնելու։ Գեսից ավել չտրեցի մի քիչ, բայց ոչինչ։ Այս մի հատ լավ խառնենք ու իջացնենք։ Ավելացրեցի ու հիմա պետք է ավելացնեմ մի քիչ մեղր։ Գնաց։ Նայեք ինչ հետաքրքիր ակույներ է լինում։ Մի քիչ ուժեղ խառնում ենք։ Մի թեթև ջուր եմ տնելու, երևի սիլից վերցնեմ։ Մի հատ ուզում եմ համին նայել, որովհետև կարող է քաղցրի պակասությունը լա, մեղր կավելացնեմ։ Շատ լավն է, բայց քիչ կավելացնեի։ Բայց ինչ մեղր է։ Okay, էսի մի կողմ ենք տնում ու մենք պետք է գդրատենք մեր միրգերը։ Ունենք խնձոր, իրականում սեզոնի մեջ ինչ միրգ կա, կարող եք անել, ես այսօր որոշել եմ խնձոր և դեղց, սենց մադիկ ենք անում, սլայսներ ու շարելու ենք կողքը բնակին։ Ես կարող եք օրինակ երեխաները, որ կեսօրը վերջ սիրտերնին ինչ-որ մի բան ուզում, առաջ որ ինչ-որ ոչ առողջարար բան ասեն կամ առաջարկեն, դուք միշտ դրեք իրենց դիմացը, որպեսզի իրենք այդ դարբերակը ունենան։ Այսինքն մի խոսքով իրենց քաղցրի պահանջը կարող եք հագեցնել այս ձևով։ Նույնիսկ կարող եք ձիրան թնել։ Հիմա այս
Խնձորի վրա ես մի քիչ լայմ եմ անելու, որպեսզի ինքը քույնը չփոխե։ Որպեսզի լայմը բարապի չդանեմ։ Մեկա ունենք։ Ահա, գրեթե պատրաստ ենք, կարող ենք պլեյթինգի սկսել։ Մեր սոսը ունենք, հիմա պետքա շարենք։ Կարող ենք մի հատ խնձոր, մի հատ տեղծ տնել, որպեսզի ավելի հետաքրքիր լինի, բայց եւ կարող եք կեսար կեսանեք, ոնց կուզեք։ Նայեք ինչ սիրուն է լինում։ Երևակայից եք ձեր երեխաների դիմաց էսի թրերեք, անպայման կուզեն ուտել։ Մեկ լինում է, որ ասում ենք օրինակ երեխան չի ուտում եւ այլն, բայց կան ծնողներ, որ իրանց երեխաների դիմաց չեն դնում, այդ արիթը չեն տալիս։ Երեխան էլ ինքը իրականում չի հիշում, որ ինքը կարա ուտի այս ինչ բանը, ինչ հիշում է կամ ինչ ձերի դակ գալիս է, էդի ուտում է։ Բայց որ մենք իրանց ընծայինք այսպիսի հնարավորություն, անպայման կսիրեն։ Էսի հյուրերի համար էլ է լավ։ Կամ օրինակ աշխատում եք օֆիսում, ուզում եք մի բան ձեր մոտ տնեք ու միջուդեստի պես ուտեք, շատ հետաքրքիր կլինի։ Բայց գույները միշտ անուշիկ արեք, քանի որ ինչ որ ուտելիք բան կա, միշտ ինքը սիրուն էլ պետք է լինի, ինչքան էլ համով ենք սարքում, մի քիչ էլ էսթետիկ պետք է լինի։ Փորձեք, այսինքն այնքան բարտավորեցնող բան չէ, բայց ավելի լավ է տենց լինի։ Մի հատ է տեղծ ու արդեն լավ ենք։ Մենք գրեթե պատրաստ ենք, մի հատ ուզում եմ նկարեմ, որովհետև շատ անուշիկ է ստացվել և անհամբեր ուզում եմ ուտել։ Հիմա պետք է ուտենք, փորձում ենք։ Տեսակ ինչքան հեշտ է պատրաստվում, նույնիսկ կարող եք մածուկների տեսակներով պատրաստել, այսինքն կամ պիստակի մածուկ, կամ գետնանուշի մածուկ, ես այսօր օգտագործել եմ նուշի մածուկ։ Նույնիսկ կարող եք գետնանուշի մեղրով օգտագործել և մեղր չօգտագործել, այսինքն շաքարի խնդիր էլ չեք ունենա քաղցրության։ Եվ նույնիսկ գրանոլային տեղը կարող եք ուրիշ գարնիշ անեք կամ ուրիշ զարդարանք անեք, օրինակ բզդիկ քուքիներ, բզդիկ վաֆլիներ, սենց փշրդեք, վրան տնեք, ինքը շատ հետաքրքիր կստացվի։ Հիմա փորձում ենք։ Մի հատ խնձորով եմ ուզում փորձեմ, մի հատ է տեղծով, որպեսզի լիլոն չնեղանա։ Գնացինք։ Նայեցեք ոնց է։ Շատ հմում է։ Իրականում տունը այսպիսի բան լինելը, արդեն դուք չեք ուզում ուրիշ կաղցեր, ոչ էլ ուզում եք ուտել, ոչ էլ ուզում եք, որտեղ պետքն եք զգում։ Մի հատ է տեղծով։ Իրական շատ լավն է։ Մեկ հատավիտ ուտեմ։ Ուզում եմ ասել, որ անպայման պատրաստեք, որովհետև ինքը շատ հեշտ է պատրաստվում, միշտ ձերի տակ վստահ եմ միրգ ունեք, կարող եք նատլեցի մածուկներն էլ ունենաք, կամ կարող եք եթե ուրիշ տեսակ ունեք, ոնց է հարմար է, խառնեք իրար հետ, ես մեկ լինում է, որ հունական յոգուրտով էլ եմ պատրաստում, բայց թթվասերով էլ է շատ համով լինում, և նույնիսկ մեկ ռեժանով էլ եմ պատրաստում, բայց ռեժանով ավելի ձանր է լինում, այսինքն, եթե առողջարարության մասին մտածում եք, կարող եք ավելի գնալ դեպի գրիկ յոգուրտ, հաջորդը գալիս է թթվասեր, հաջորդը գալիս է ռեժան, իսկ համային առումով բոլորը նույնն են, այսինքն քալորիների դարբերությունը
նատսերի մեջ կամ ասենք կետնանուշի կամ պիստակի կամ նուշի շատ քիչ է։ Այդ կախված է ձեր ցանկությունից։ Օրինակ մարդ կա ավելի նուշ է սիրում, մարդ կա ավելի պիստակ է սիրում, մարդ կա ավելի կետնանուշ է սիրում, նայած ձեր նախասիրությունը։ Բայց ամեն անգամ կարող եք մի բան պատրաստել ու ուտել։ Եվ նույնիսկ մի հետաքրքիր բան էլ կա, օրինակ մեկ-մեկ ես պատրաստում եմ ու ինչ որ բաժակների մեջ դնում եմ իրեն ու մի հատ կտրատած միրգ։ Ետ դնում եմ մի գդալ, ետ կտրատած միրգ ու հյուրերի ժամանակ սենց բաժակներով տալիս եմ։ Իմ իջալոց ես թթվածեր շատ եմ սիրում, ուզում եմ մի հատ գրանոլան թթվածերով փորձել։ Էդ իմ համար է։ Մի հատ էլ մեղր եմ ավելացնելու։ Ու հենց իրադուփի մեջ խառնում եք։ Բայց չէ, իրական ես շատ եմ սիրում դες թթվածերով գրանոլա։ Ուզում եմ մի հատ էլ բան ցույց տամ ձեզի։ Էսի սենց մանր կտրատելու եմ։ Okay. Մի քիչ խնձորից դնում ենք ու հետո մի գդալ սրանից մի քիչ էլ ենք խնձոր դնում մի քիչ էլ սրանից Հիմա վերցնում եմ նատլեցի կանաչը ու իրա վրա ավելացնել եմ։ Մի քիչ էլ գրանոլա։ Մի հատ էլ անուխ կարող ենք դնել, մի րոպե։ Ահա, տենց էլ ունեցանք աղանդեր, այսինքն կարող եք սենց բաժակով տալ, եթե ոտքով բաժակ չունիք, կարող եք ցած բաժակներով տալ, կամ կարող եք տենց հավաքույտերի համապատասխան այսպես պատրաստել, նայած ձեր նախասիրության։ Սենց կողք-կողքի տնենք մեր այսօրվա պատրաստածները։ Եվ ուզում եմ ասել, հույսով եմ հավանել եք, հիմա պետքա փորձարկենք։ Շատ համով է։ Թթվածերը, մեղրը և կետնանուշը և գրանոլան, մի քիչ է խնձորը։ Իդեալական աղանդ է։ Կարող եք առավոտ ուտել, կեսօրին կամ երեկոյան, շատ երեկոյան չէ, մինչև ժամը 4։ Շատ համով է, անպայման պատրաստեք։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա պաղաթրատոմսերը տեսակ, առողջարար միջուդեսներ էր, որը կարող եք միշտ դան ունենալ պաղաթիչները և միշտ պատրաստել։ Մեծ հավաքույթերի, փոքր հավաքույթերի, ձեր համար, երեխաների համար ամենը կարելի է։ Ձեզ բարեխորժակ, անպայման պատրաստեք, ինձ ասեք, եթե հավանել եք այս պաղաթրատոմսերը և կհանդիպենք շուտով։